Հարց առաջին. Ինչ անունով Աստված ներկայացավ Մովսեսին այրվող մորենու միջից։ Տարբերակ առաջին. Եհովա. Տարբերակ երկրորդ. Էլ-Շադայ. Տարբերակ երրորդ. Ես եմ, որ եմ. Տարբերակ չորրորդ. Ադոնայ։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երրորդը. Ես եմ, որ եմ։ Աստված ասաց Մովսեսին. Ես այն եմ, որ եմ, և ասաց. Այսպես կասես Իսրայելի որդիներին. Էմը ուղարկեց ինձ ձեզ մոտ։ Հարց երկրորդ. Որն էր այն պայմանը, որը Նոյի հետ կապած ուխտի նշան դարձավ, որով Աստված խոստացավ այլևս ջրհեղեղով չոչնչացնել երկիրը։ Տարբերակ առաջին. շաբաթը պահելը. Տարբերակ երկրորդ. թլպատությունը. Տարբերակ երրորդ. ծիածանը. Տարբերակ չորրորդ. տապանը։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երրորդը. ծիածանը։ Աստված ասաց. Սա է այն ուխտի նշանը, որ ես դնում եմ իմ ու ձեր միջև, ինչպես նաև ձեր հետ եղող ամեն շնչավոր կենդանու միջև, հավիտենական տարերի համար։ Հարց երրորդ. Համաձայն Հակոբոս 2-րդ գլխի 24-րդ խոսքի, ինչն է մարդուն արդարացնում հավատի հետ մեկտեղ։ Տարբերակ առաջին. բոլոր պատվիրանները պահելը. Տարբերակ երկրորդ. Խոսքերը. Տարբերակ երրորդ. Գործերը. Տարբերակ չորրորդ. Զոհեր մատուցելը։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երրորդը. Գործերը։ Արդ տեսնում եք, որ մարդ գործերով է արդարանում և ոչ միայն հավատով, ինչպես որ մարմինն է առանց հոգու մեռած, այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած։ Հարց չորրորդ. Որն էր այն 5-րդ պատուհասը, որը եկավ Եգիպտոսի վրա։ Տարբերակ առաջին. Գորտերը. Տարբերակ երկրորդ. Կենդանիների կոտորածը. Տարբերակ երրորդ. Խավարը. Տարբերակ չորրորդ. Կարկուտը։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երկրորդը. կենդանիների կոտորածը։ Ահա տիրոջ ձեռքը կգա դաշտում գտնվող քո հոտերի վրա, ձիերի, էշերի, ուղտերի, արջառների և ոչխարների վրա, և շատ մեծ կոտորած կլինի։ Այս պատուհասի պատճառով Եգիպտոսի բոլոր կենդանիները մեռան։ Հարց 5-րդ. Համաձայն Հիսուսի լեռան քարոզի, ովքեր են, որ երկիրը կժառանգեն։ Տարբերակ առաջին. խաղարարները. Տարբերակ երկրորդ. ողորմածները.
Տարբերակ 3. Հեզերը։ Տարբերակ 4. Արդարության համար հալածվողները։ Ճիշտ պատասխանն է տարբերակ 3-ը՝ հեզերը։ Երանի հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը։ Հուսով եմ, որ այս հարցերը հետաքրքիր են և խորացրին ձեր գիտելիքները Աստվածաշնչի մասին։ Բաժանորդագրվիր ալիքին հետաքրքիրը բաց չթողնելու համար։ Իսկ մենք դեռ կհանդիպենք։